Այս պատանիները մայրաթոռ են ժամանել Փարիզից եւ Մարսելից։ Բարերար Սարգիս Պետոյանն ամեն տարի հայերենի գիտելիքներով աչքի ընկած 3 տասնյակ դպրոցականների հետ Սուրբ Էջմիածին է գալիս։ Այս տարի այստեղ են պայծառակերպության տոնին։ Եկել են տոնական պատարագին մասնակցելու։ Ես գնալ եմ, որպեսզի տեսնեն ինչ է մեր մշակույթը, ինչ է մեր ազգը եւ մեր գրոնքը եւ in situ հասկանան ինչ է մեր պատմությունը եւ հբարդանան այդ պատմությունով մեր եկեղեցիով։ Երկեր սորվեցանք Վարդավառի մասին եւ շատ հաճելի է մեզ համար, որտեղ գտեցանք անցյալ ժամանակը ինչպես դոներ գնենք Հայաստանի մեջ։ Շատ սիրեցինք։ Քրիստոսի պայծառակերպության տոնի հիմքում Հիսուսի Թաբոր լեռան վրա իր 3 աշակերտներին աստվածային փառքով երևալու ավետարանական հիշատակությունն է։ Իր քարոզչության 3-րդ տարվա ամռանը Հիսուս աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովանեսին բարձրանում է լեռը աղոթելու։ Հանկարծ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակ եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Գրում է Մատթեոս ավետարանիչը։ Աշակերտները ականատես են լինում, թե ինչպես է Հիսուս խոսում Մովսեսի ու Եղիայի հետ։ Նրանք այդ օրը կատարելապես տեսնում են Քրիստոսի աստվածային փառքը։ Ավետարանիչն ասում է, որ աշակերտները այնպիսի երանության մեջ են լինում, որ նույնիսկ խնդրում են Հիսուսին մնալ հենց այնտեղ։ Հետո լուսափայլ մի ամպ է հայտնվում եւ ամպից եկող ձայնն ասում է. «Դա է իմ սիրելի որդին, որին հավանեցի, դրան լսեցեք»։ Հիսուս աշակերտներին խստորեն պատվիրում է այդ դեպքի մասին ոչ մեկին չպատմել։ Պատարագիչ քահանան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը քարոզում նշեց, որ այս տոնը իր համար խորհրդանշական է, քանի որ տարիներ առաջ հենց Տիրոջ այլակերպության տոնին կուսակրոն քահանա է ձեռնադրվել։ Սրբազան հայրը մարտաճար ուխտի եկած հավատացյալներին փոխանցեց օրվա խորհուրդը, նշելով, որ այսօր մարտաճարը մեզ համար Թաբոր լեռն է, եւ յուրաքանչյուր հավատացյալ, եթե կամենա, կարող է պայծառակերպությունը զգալ իր հոգում եւ սրտում։ Ամեն անգամ, որ եկեղեցի կմտնանք, մենք ալ ստանալով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի արյունը եւ մարմինը, մենք ալ կբայծառակերպենք իր հետ։ Եվ եթե մենք խորապես հասկանանք Քրիստոսին, իր աստվածությունը եւ իր մարդկայնությունը, մենք ալ Պետրոսի նման պիտի ասենք Պարվոք է մեզ աստ լինել, այսինքն լավ է, որ մենք այստեղ մնանք, այսինքն մեզ համար, մեզ հայրուս համար, ի մեջ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցվո։ Տիրոջ պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օր է։ Կմատուցվի պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ։ Աստղիկ Հակոբյան, Գևորգ Հավաքյան, Եկեղեցական կյանք։ Տարվա ամենասիրված ու սպասված տոներից մեկն է Վարդավառը։ Բոլոր եկեղեցիներն են տոնական պատարագին մարդաշատ լինում։ Ինչու ենք այս տոնը Վարդավառ կոչում։ Տաթևացին Տիրոջը վարդի հետ է համեմատում, ասելով, ինչպես վարդն է կոկոնի մեջ ծածկված լինում եւ բացվելով ցույց տալիս իր գեղեցկությունը, այնպես էլ Տիրոջ աստվածությունը բացահայտվում է պայծառակերպվելով։ Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում պատարագիչներ այս օրերին Հայաստանում գտնվող Երուսաղեմի ժառանգավորած վարժարանի եւ ընծայարանի տեսուչ Տեր Թեոդորոս Վարդապետ Զաքարյանը։ Տիրոջ պայծառակերպությամբ մարդու առջև կրկին բացվեց լուսեղեն ճանապարհը, մեկնելով օրվա խորհուրդը ասաց Հայր Սուրբը։ Անդրադարձավ մերօրյա մարդուն, որ ամբողջությամբ կենտրոնացած է նյութական արժեքների վրա եւ առավել կարիք ունի վերարժևորելու իր կյանքը։ Աստվածային լույսին հասնելու համար մարդը պետք է մեծ ճանապարհ անցնի, ապաշխարությամբ, պայծառակերպելով իր հոգին, ինչը հեշտությամբ չի տրվում մարդուն։ Հավելեց Հայր Թեոդորոսը, դա ծանր ու դժվարին ճանապարհ է։ Չկա Թաբոր լեռ առանց Գողգոթայի, այսինքն առանց տառապանքի, դժվարության, նեղության։ Համաձայն եմ, որ պիտի տառապանքների միջով անցնի։ Եվ ընդհանրապես ամեն օր այդ մտքի պատերազմը լինում է մեր մեջ։ Միշտ մենք պատերազմում ենք չարի դեմ, վատ մտքերի դեմ, վատ կանխազգայությունների դեմ
եւ փորձում ենք Աստվածաշնչից կամ հենց թեկուս տարբեր քարոզներից պատարակի գալով մեր միջից հանենք այդ մութը, որ լույսը թափանցի եւ այդ լույսի շնորհիվ կարողանանք ճիշտ կողմնորոշվենք։ Եթե խոր հավատք ունես քո մեջ, իսեր Աստծո, ուրեմն այդ չարչանքը շատ դժվար չի լինի տանելը։ Ինչ ասեց քարոզի մեջ Հայր Սուրբը, այդ բոլորս ազգով պետք է պայքարենք չարի դեմ, կարողանանք ուժ գտնել մեր մեջ, որովհետեւ արժանանք Տիրոջ այդ սուրբ լույսին։ Պայծառակերպությունը այդ լավագույն խորհուրդն է, առիթն է մարդու համար, այսօրվա մարդու համար, որ այդ խորհրդի միջով մարդը կարողանա անցկացնել ինքը իրեն եւ տեսնել, որ ինքը ինչքան ցածր աշխարհային վիճակում է եւ պետք ունի բարձրանալու, պետք ունի այդ թափորները բարձրանալու, այսինքն այս աշխարհից ոչ թե նյութական աշխարհից, այլ մեղքից, ապականացու այս կյանքից, ժամանակավոր ունայն այս կյանքից կտրվելու։ Տոնական պատարակից հետո շատերը չէին շտապում տուն գնալ։ Տոնի բաղադրիչները երգն ու պարը ջրցան մեքենան, տոնական տրամադրություն ապահովեցին ողջ օրվա համար։ Հուլիսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, օգնության է գալիս Վարդավառը։ Տոնը նաև մաքրագործության խորհուրդ ունի։ Վաղ առավոտից իրար վրա ջուր են լցնում բոլորը, ով ինչով կարող է, հաշվի չառնելով ոչ տարիք, ոչ սեռ, ոչ հասարակական դիրք։ Թերևս քչերն են դժգոհում հասկանալով, որ այս խաղը մեղքերից մաքրվելու խորհրդանշական իմաստ ունի։ Երիտասարդաց միությունով որոշել ենք, որ պատարակից հետո անպայման պետք է խաղանք եւ ուղղակի հրաշք է այս տոնը։ Ջրվեք, ջրեք միմյանց, թեկուզ մի կաթիլ էլ ջրվում են, անպայման մարդիկ օրհնվում են։ Իհարկե ոչ մեկ չպետք է մնա այսօր առանց ջրի, ինչպես նաև դուք։ Շնորհավոր Վարդավառ։ Լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով է, ջրով ցողելը Վարդավառի տոնակատարության մեջ քիչ դեր է ունեցել։ Տոնը նշվել է ուխտագնացություններով, մարդիկ բարձրացել են իրենց եկեղեցիներ ու վանքեր, լավ բերքի հույսով էլ եկեղեցի են տարել հացահատիկի հասկեր, խնդրելով Աստված պարզերես պահե մեզ Վարդավառի տակ ու շոգեն։ Անուշ Առաքելյան, Գարեգին Պապոյան, եկեղեցական կյանք։ Քասախի կիրճի աջ եզրին է գտնվում նշանավոր Հովանավանքը, որի առաջին եկեղեցին ըստ ավանդության 4-րդ դարում հիմնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, այստեղ ամփոփելով Սուրբ Հովանես Մկրտչի մասունքը։ Հովանավանքի երկրորդ եկեղեցին ու գավիթը Վաչուկյան իշխաններն են կառուցել 13-րդ դարում։ Արծաթյա այս մասնատոփի մեջ Հովանես Մկրտչի մասունքներից է ամփոփված։ Արդեն 4-րդ տարին է Մայրաթորի գանձատնից այն բերվում է Սուրբ Հովանավանք, որի ուխտի օրը Տիրոջ պայծառակերպության տոնին է։ Եկեղեցին լեցուն էր տոնական պատարակին մասնակցող հավատացյալներով։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի հանդիսապետությամբ տոնական պատարակ մատուցեց Տեր Օշին քահանա Հայրապետյանը, որն այստեղ սպասավորում է վերջին 1 տարին։ Սա մեծ պատիվ է ամեն քրիստոնյայի համար, երբ որ մենք գնում ենք մեր հոգևոր կենտրոնից, Սուրբ մասունքներն ենք բերում մեր վանքերը կամ մեր եկեղեցիները, պատարակներ ենք մատուցում եւ աստվածային զորություն այս մասունքների օրհնությունը բաշխում մեր հավատավոր ժողովրդին։ Պատարակին մասնակցում ենք, կարելի ասել, ամեն կիրակի հավատացյալ ժողովուրդ է, գյուղի ժողովուրդը, եւ այսօր բացառություն չէ, շատ ուրախ ենք, որ այսօր Հովանես Մկրտչի ուրեմն մասունքը մեր գյուղում է եւ փորձում ենք մասնակցել զորություն, օրհնություն ստանալու ակնկալիքով։ Ես մեծ հավատով եմ եկել, որը ինձ ապրելու ընթացքում երևի մեծ թեթևություն է տալի։ Հովանավանքն իր պատմության բոլոր ժամանակներում, ինչպես նաև Վաչուտյանների իշխանության շրջանում խիստ կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական եւ մշակութային կյանքում։ 1243 թվականին Կոստանդին I բարձրաբերցի կաթողիկոսի կոնդակով հիմնվել է Ամբերդի եպիսկոպոսական թեմը Հովանավանք կենտրոնով։ Հովանավանքի վանահայրերից են եղել նաև Խազար Փարպեցին եւ Զաքարիա Քանաքերցին։
Հավատացյալները պատարագի ավարտին հնարավորություն ունեցան հպվելու սրբազան մասունքին եւ օրհնություն ստանալու։ Այն եկեղեցում մնաց մինչև երեկոյան ժամերգությունն ու նորից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տարվեց։ Մարի Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Արդեն երկրորդ տարին է տոնին նախորդող օրը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամները Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության աջակցությամբ օրվան նվիրված մի շարք նախաձեռնություններով են հանդես գալիս, փորձելով վերականգնել Վարդավառի ազգային սովորույթները։ Երեկոյի ամբողջ արարողությունը փորձել էին այնպես կազմակերպել, ինչպես ավանդույթն է թելադրում։ Ոստան, Վարքայոց, Տավրոս, ազգագրական երգի բարի համույթները Վարդավառին նվիրված բազմատեսակ երգերի ուղեկցությամբ Սուրբ Սարգիս եկեղեցուց քայլեցին դեպի մանկական զբոսայգի։ Ժողովրդական երգն ու պարը, նվագածուներն ու տիկնիկները մանկական զբոսայգում էին մեկտեղել պատահական անցորդների ու զբոսաշրջիկների։ Ազգային երաժշտության ռիթմերը գրեթե բոլորին շուրջ բարի հրավիրեցին։ Մի հատվածում աղջիկները ծաղկեպսակներ էին հյուսում, մյուս կողմում էլ տղաները կրակ վառելու պատրաստություն էին տեսնում։ Ժողովրդական սովորության համաձայն մինչև Վարդավառ արգելվում էր խնձոր ուտել։ Մարդիկ էլ մինչև տիրոջ այլակերպության օրը պահում էին պատգամը, որ դրախտում խախտել էր Ադամը։ Իսկ տոնի ժամանակ դրա առաջին ճաշակումն ուղեկցվում էր հետաքրքիր ծիսակատարությամբ։ Տոնից մեկ ամիս առաջ տղաներն անտառից փայտ էին բերում եւ շարում որևէ մեկի տան կտուրին։ Տոնի օրը գյուղի տարածքում մեծ խարույկ էին անում, կրակի մեջ խորովում խնձորները եւ հյուրասիրում միմյանց։ Դրանից հետո խնձորի ճաշակման արգելքը վերանում էր։ Վարդավառի տոնը մեր ժողովրդի համար ամենաուրախ տոներից է եղել եւ փորձում ենք բոլորս վերականգնենք մեր ազգային տոնը խորակի ներքո, վերականգնենք նաեւ այս տոնի ազգային բոլոր ավանդույթները։ Այս տոնը իմ համար ամենագեղեցիկ տոներից մեկն է, որովհետև յուրօրինակ տեսարաններ ունենք վերականգնված հենց հնուց եկած հին հայերը ինչպես են նշել Վարդավառը։ Իմ ամենասիրելի տեսարաններից մեկը խնդումի պատրաստման տեսարանն է, քանի որ այն շատ գեղեցիկ է, զարդարում ենք վարդերով, խնձորով, վարունգով, պատկերացրեք այդ կազմակերպվածությունը, միասնությունը բոլորիս ավելի է մտերմացնում։ Խնդումը պտտեցնելով կենտրոն բերեց տարեցկինը, երիտասարդներն էլ փորձեցին իրենց բաժին միրգը վերցնել, այն խորհրդով, որ տարին իրենց սեր ու բարիքները բերելու։ Վարդավառը հնում պարտադիր պետք էր նշել բնության գրկում։ Ավանդույթի համաձայն լուսաբացին մարդիկ սկսում էին ջուր ցողել միմյանց վրա, ի նշան այն պատգամի, որ Նոյ նահապետն էր տվել իր ժառանգներին, որպեսզի նրանք երբեք չմոռանան 40-օրյա ջրհեղեղը։ Այս տոնախմբությունը պետք է մեր ժողովրդին կամ մարդկանց տա բարություն եւ ջերմություն եւ այդ որ ցողում են ջուրը մաքրագործում ենք հոգով, մտքով եւ մարմնով։ Ես շատ եմ սիրում Վարդավառը, մանավանդ որ այն նշում են Հայաստանում շատ մեծ շուկով։ Սիրայում մենք չէինք պահում ավանդույթները, այլ միայն տոնի համար նշում էինք։ Մենք երեխաներով բակում էինք խաղում, բայց փողոցներում չէր լինում հատուկ արարողություններ, սակայն այստեղ երբ որ մենք իմացանք այսպիսի արարողություն կա, շտապեցինք, որպեսզի մենք էլ մասնակցենք։ Նախատոնակը եզրափակեց վարդաջրով ցողը։ Մարի Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։